Եվ ընկեր Էրդողանը ես էլ ասեմ, ես այս հատվածը խտրում եմ, կտրեք եւ տարածեք, ընկեր իմ ադմիններ, խտրան, սա որպես հրաման եւ խտրանք։ Ընկեր Էրդողանը, որ հենց հայտարարում է, մենք ոնց որ լուծեցինք Ղարաբաղի հարցը, տենց է կլուծենք Իսրայելի հարցը, եւ ոչ մեկ չի ասում, ընկեր Էրդողան, դու այդ հարցը չես լուծել պատերազմով, դու լուծել ես քո շպիոններով, քո լրտեսներով, դուք սա լուծել եք կաշառելով Սերժ Սարգսյանին, կաշառելով Նիկոլ Փաշինյանին, բերելով դելով ագենտ, եւ այս բոլորով հանդերձ կռվել եք հայ զինվորի դեմ կռվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, հայ զինվորի դեմ կռվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալիտետը, հայ զինվորի դեմ կռվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան եւ հայ զինվորի դեմ կռվել է ադրբեջանական զորքն ու բանվասկանները եւ միայն դրանից հետո 44 օր հետո դուք կարողացաք հասնել ձեր նպատակին։ Հայ զինվորին դուք թույլ չեք տվել որ կռվի։ Քերբաջարը դու վերցրել ես առանց կրակոց, Էրդողան։ Ղարաբաղը դու վերցրել ես առանց կրակոց։ Ղարաբաղի ղեկավարությունը $1.5 միլիարդ սպառազինությունը չօգտագործեց ձեր դեմ։ Ժողովրդին դուրս անեցիք լերուզում դուրս գնար։ Էն էլ ռուսները վեկալա տվին Թուրքիա տարածքին Բաքվի դեպ ու դեռ սատկեն դրանք, որտեղ դրանց պատճառով գնաց Ղարաբաղը։ Իսկ Իսրայելում Նիկոլի ու Սերժի նման կամ Ռոբիկի նման բոզի տղեկ նստած չկան, կարող է 1-2 գործակալ Իսրայելում ունենալ։ Էն է շուտ հոչ Մոսադը բռնելու ծոցոցնեի։ Դու Իսրայել չես կարող ոչնչացնել, Իսրայելը կոչնչացնի քեզ, բեղավոր կանտոն։ Շուտ թե ուշ կոչնչացնի, Թուրքիա չպիտի լինի։ Դուք երկրորդներ եք այս տարածաշրջանում 1453 թվականից սկսած։ Ինչ եկեք չեք եկեք այդ տարածաշրջան, զաքելով Կոստանդնոպոլիսը ու կողի հարևան երկրները օր արել չեք տվել ոչ արաբներին, ոչ հույներին, ոչ հայերին, ոչ վրացիներին, ոչ մեկի, ոչ հրեաներին, կոտորի ու կոտորե եւ ոչ քրդերին։ Բոլորին կոտորել եք։ Եկե ու չեք եկե։ Այսօր դու եկել ես խոսում ես ժողովրդավարությունից կամ չգիտեմ ինչից ընկեր Էրդողան։ Դու հայ զինվորին չես հաղթել։ Ղարաբաղի հարցը դու լուծել ես նորից եմ կոմունիստների Սերժի եւ Նիկոլի Թմի ու Նիկոլի նման բոզի տղեկի, որոնց որ դուք փողով առել եք, բերեկողել եք իշխանության եւ այն Ռուբեն էջ պորրիկի ծնունդա, դրա նմանն էլ Մեգզիկ ազգային ժողովի նախագահ։ Այդպես եք լուծել շուտ, թե դրանք բոլորը կանգնելու են ժողովրդական դատարանի առաջ։ Народный суд սովետի ժամանակ արտենց բան։ Շոխտա Великая Тройка, այ կանգնելուն այդ Великая Тройкայի առաջատեն հետևանքների մասին բնականաբար գիտեք ինչ անում Великая Тройкան 37 թվի։ Հիմա հելել է Իսրայելի վրա մաթափտանել եւ Հայաստանից որևիցե միակ քաղաքական ուժ չի նմասում այ կանտոն։ Դու ո՞նց վեկալար Ղարաբաղը։ Դու ո՞նց վեկալար Քելբաջար, առանց կրակոցի Քելբաջարը հնալա Շուշին, ճամփեն բացինացին համեցեք։ Ու այսքանից հետո հապարտանում է թե այո դուք վեկալ եք մենք ճանապարհով, բայց ոնց որ ասում է победитель դեսուզը։ Այդ տուն դրակիր ընկեր Էրդողան չի անցնելու Իսրայելի նկատմամբ։ Ես հասցրած եմ կանչում որ Իսրայելի դրոշը մի օր ծածավի Ստամբուլի գլխին։ Խախտի տղեկ։ Ինչևից է դուք ինքներդ նայեք, որ այսօր Հայաստանում ընդդիմություն չկա, գոյություն չունի։ Տաշին ասում է ես եմ ղեկավար, դու քոտամ ես ղեկավար չես, չանո, խե դու կարաս ընդդիմություն ղեկավար ես ընկեր Տաշիշ։ Նույն օրը, նույն վարքյանին Աննա Վարդապետյանի նման ագարկեն ֆեդերալ նշանակության պորնիկը իա դլոն կտաշի քո դեմքին, կասի տաշիշ դլոս, անասուն տուպոյ կյոտ։ Ընդդիմությունն ուզում կամ քոչոլ։ Նու վարքյանին քերական գործերը ոռնացած կուղարկեն Վարդաշեն։ Չկա ընդդիմություն։ Եթե ընդդիմությունը իսրա Աննա Վարդապետյանի նման ագարկին կասեն խաղ պիտղայից կամ փոխկեզ ворթից, որ մի հատ էլ մարդ ունես։ Այդ դոտն ընդդիմություն, Աննա Վարդապետյանը նայած կտտցնի դոտին ուղեղի միջից, եթե այնտեղ вообще ուղեղ կա, մազանոթերը հաշատ է կտրակեն եւ դոտ ամենակարևորը։ Ես համոզված եմ, որ մի գեղեցիկ նոր տարի քո սախ խնամիները նամանավանդ ես գալու եմ քո տուն այն մեծ կմբետի տակ նստեմ կնգատ կողը Ջավայրի ես Ջավայրին հարգում եմ Ջավայրը լավ մերը նստելու է Դաշնամուրի մոտ բայց սախ խնամիները նոր տարվա հերոսների դիմակներով Կայլի, մալի, ինդեղ տելեպուզիկ բան մտնելու են էմյալ երաշտություն է պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես այդ երաշտության տակ տիկի ռոզա նվագելու է խնամիները հատ գալու են քո զալի մեջտեղը շռեն վրետ
սա հերթով ինչքան խնամետ ունես մենք ես այդ սապտալով ջունիկներ կարմիր փուչիկնի այդպես բաներ թափայելով ուրախանալու ենք այդ նոր տարին երևի 27 թվին ալ ու ես ասել եմ happy new year բոզի տղա այս կանը շնորհակալություն ամենայն հայոց Վարդան Ղուկասյան